Ալիևի հայտարարությունները Հայաստանի հետ կայուն խաղաղություն հաստատելու մասին վստահություն ներշնչում է։ Վստահություն չեն ներշնչում միանշանակ, որովհետև եթե հումանիտար հարթությունում մենք ունենք չլուծված բավականին ցավոտ խնդիրներ, դա վերաբերում է այս պահին կոնկրետ 19 հայ ռազմագերիների եւ պահովող անձանց խնդրին, ապա այդտեղ չի կարող լինել որևէ խաղաղություն, որևէ համակեցություն, որը պետք է վստահությամբ ընդունվի կոնկրետ այս դեպքում հայ հասարակության կողմից։ Քանի դեռ ադրբեջանական կողմը չի արել այդ նվազագույն քայլերը, իդեպ ուշացած բավականին, նվազագույն քայլերը, որոնք հայկական կողմի համար կլինեին այդ վստահությունը սերմանող եւ վստահությունը վերականգնող, եթե հնարավոր է ադրբեջանական կողմի հանդեպ վստահություն վերականգնել, ապա գոնե թե վերականգնող քայլը անհնար է խոսել համակեցության եւ խաղաղության իրական նպատակների մասին։ Այսինքն մենք շարունակում ենք մնալ Ադրբեջանի արտաքին թշնամի։ Միանշանակ իրենք շարունակում են մեզ կոչել թշնամի, շարունակում են բանեցնել այդ նարատիվները արևմտյան Ադրբեջանի եւ մնացած բոլոր ծավալապաշտական նկրտումներով համեմված եւ միաժամանակ հայտարարել, որ մեր միջև կայուն խաղաղություն է։ Կայուն խաղաղություն է, բայց առիթը չեն կորցնում հարցազրույցների եւ մնացած բոլոր հնարավոր հարթակներում մեզ կոչել թշնամի։ Մեր ընտրությունները ինչ տեսանկյունից պետք է հետաքրքրի Բաքվին։ Բաքվին ընտրությունները իրականում բավականին բարդ է ասել այս դեպքում, բայց Վենսի հայտարարությունը, որ իրենք աջակցում են Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությանը, կարող է լինել ազդակ, որպեսզի ապագայում ես գիտեմ, որ մայիսին մենք այստեղ հյուրընկալելու ենք եվրոպական առաջնորդներին եւ գուցե եւ եվրոպական առաջնորդների շուրթերով եւ նաեւ Բաքվի եւ Անկարայի շուրթերով որոշակի աջակցության նոտաներ հնչեն Հայաստանի ներկայիս կառավարությանը հաշվի առնելով որ հարաբերությունները եւ գործընկերային իրավիճակը կարծես թե Հայաստանի ներկայիս կառավարության հետ եւ Ադրբեջանին եւ Թուրքիային շատ ավելի հեշտ է տրվում։ Անկարայի կողմից գուցե դա լինի սահմանի որոշակի բացման կամ որոշակի գործողություններ, Ադրբեջանի կողմից դա կարող է լինել գերիների մի մասի ազատում որպես ժեստ ուղղված Հայաստանի կառավարությանը որպես ուրեմն աջակցության գործողություն, այո։ Թե որքան Ադրբեջանում նշում են եւ փորձագետները եւ ընդդիմադիր եւ իշխանական, որ իրենց համար ընդունելի է այս պահին Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ գործընկեր աշխատելը եւ իրենք կարծում են, որ ապագայում եւս, ինչպես իրենք են նշում, խաղաղությունը պահպանելու եւ տարածաշրջանում համագործակցելու համար հենց իրենց համար հարմար է հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Այսօր մեր հետաքրքիր հայտարարություն եկավ ադրբեջանական կողմից, որ Ադրբեջանի ԱԱՑ-ն բացահայտել է իշխանությունը զավթելու փորձի նոր մանրամասներ, իհարկե չթաքցնելով ռուսական հետքը այստեղ։ Սա ռուս-ադրբեջանական լարվածության նոր վկայություն է։ Չեմ կարծում եմ պատահականություն է, որովհետև Ադրբեջանին այս պահին չեմ կարծում, թե պետք է կրկին անգամ սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, հաշվի առնելով, որ Ադրբեջանում որոշակի մտահոգություններ ամեն դեպքում կան, որ Հայաստանում Վենսի հայտարարությունները եւ ստորագրած փաստաթղթերը եւ գործողությունները Հայաստանի հետ կապված շատ ավելի դինամիկ են զարգանում եւ շատ ավելի առարկայական են, քան Ադրբեջանի հետ եւ իր աշխարհաքաղաքական կշիռը պահելու համար Ադրբեջանը այս պահին չի փորձի Ռուսաստանի հետ հարաբերությունները սրել, այլ կփորձի նրա հետ հարաբերությունները կարծում եմ առավել բարելավման տանել, որպեսզի ցույց տա արևմուտքին, որ իր աշխարհաքաղաքական արժեքը կարող է նաև թեքվել հերթական անգամ դեպի ռուսական կողմի, ինչը կարծում եմ այս պահին այդքան էլ արևմուտքին ձեռք չի տա։ Այդ դեպքում պետք է ենթադրել, որ Ադրբեջանում այնուամենայնիվ կան ներքին խնդիր, որ անհանգստացնում է գործող իշխանության այսօր։ Միանշանակ, այո։ Ինչ խնդրի մասին կարող է խոսք լինել։ Դրանք այդքան էլ երևացող խնդիրներ չեն եւ Ադրբեջանի այո ով է անհանգստացում։ Դե դա սովորական երևույթ է իրենց մոտ, որ ընդդիմության ձայնը լռեցված է, բայց խնդիրները կապված են հենց իշխանական թևում որոշակի դիրքավորումների հետ Ռուսաստանի հետ հարաբերությունների։ Դա կլինի եկեղեցին, դա կլինի այսինքն հոգևոր համագործակցությունը, դա կլինի այլ քաղաքական, ուրեմն դիվիդենդների այս կամ այն շարժի հետ կապված, բայց ընդհանուր առմամբ այս պահին իմ համոզմամբ Բաքվին պետք չէ հարաբերությունները սրել Մոսկվայի հետ, իրենք այս պահին գոնե դրան չեն գնում։
Հիմա նորից վերադառնալով Վենսի այցին եւ փորձելով ամփոփել մեր այսօրվա հանդիպումը, Վենսի այցը արագացրել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Կարող ենք խոսել այդ մասին, եթե մենք տեսնենք որոշակի քայլեր կոնկրետ Ադրբեջանից, որովհետև գնդակը սովորաբար Ադրբեջանի դաշտում է լինում, հաշվի առնելով, որ իր ձեռքին են այդ խաղաքարտերը, ինչպես հաճախ նշում են հենց ադրբեջանցի փորձագետները, փորձելով խոսել գերիների մասին, փորձելով խոսել անկլավների մասին եւ այլն, հենց ադրբեջանական դաշտում է եւ եթե այնտեղից իհարկե կան նաեւ որոշակի քննարկումներ, որ այդ շտապողական վճիրների հրապարակումը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ կապված կարող է լինել նաեւ Վենսի այցի հետ եւ որոշակի ենթադրություններ ունեին այնտեղ դրականորեն ավարտեն, որպեսզի կարողանան փոխանցեն, սակայն մենք տեսանք, որ Վենսի այցին ընթരാճ եւ դրանից հետո առնվազն այս պահին եւս մենք չունենք վերադարձած հայ ռազմագերիներ, հետեւաբար ասել, որ արագացրել է գործընթացը բավականին շտապողական կլինի, պետք է սպասել, թե ինչ գործողություններ կանի Բաքուն։ Վենսի այցի մթնոլորտում թուրքական հայտարարությունը հնչեց սահմանային կետը արդեն լիարժեք ավարտելու մասին Սիգնալ է ինչ-որ մեզ ուղղված։ Կարծում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը աջակցության սիգնալներ, նաև ցույց տալու Վաշինգտոնի մոտ, որ իրենք աջակցում են այս կառավարությանը եւ նաև իրենք եւս քայլ են անում, հաշվի առնելով, որ Անկարան բարբերաբար նշում է գործնական քայլ առայժմ։ Դեռ ոչ գործնական հայտարարությունների մակարդակում իրենք հաճախ նշում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է եւ կախված է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից եւ այդ պայմանագրի ստորագրումից եւ պարզապես ժեստեր ցույց տալու, որ իրենք այստեղ են եւ սպասում են, որ Թուրքիան էլ առանց գործարքի չի գնա այդքան։ Իհարկե։ Իրենք եւս ունեն իրենց ռազմավարական նպատակները այստեղ։ Եվ կարևոր սահմանը դա Հայաստանի ընտրություններն են, ինչով կավարտվի։ Պետք է սպասենք ընտրություններին։